Ողջույն, սիրելի ընկերներ, եկեք այսօր խոսենք Telegram-ում կատարվող իրադարձություններից և հարթակների պատմությունից։ Բոլորը տարված են գնումներով և խաղերով, բայց չեն հասկանում, որ իրենց ժամանակը, որը կարելի է օգտագործել մեր նպատակներին հասնելու համար, անցնում է իզուր։ Մենք գործում ենք տարիներով, բայց պայքար այդպես էլ չենք սկսում։ Ինչու օրինակ բակում հեղինակություն ունեցող մարդիկ չեն կարողանում բռնել սինթետիկ թմրանյութերով զբաղվող տեղադրողներին։ Կարելի է զգոնություն պահպանել խաղահրապարակների և դպրոցների մոտ, որպեսզի գտնենք քիմիա տեղադրողներին։ Տեղադրողների դասակարգում և գործողությունների տարբերակում։ Եկեք տարբերենք տեղադրողների կարգը։ Առաջին կարգը նա է, ով ունի խնդիրներ, օրինակ ծնողների հետ, կամ խնդիրներ բժշկական, ֆինանսական և աշխատում է միայն օրգանական մարիխուանայի վաճառքով զբաղվող վաճառողների մոտ և տեղադրում է մաքուր մարիխուանա։ Երկրորդ կարգը նա է, ով փողի խնդիր չունենալով, բայց կյանքի ագահությանը տրվող մարդ է, ով պատրաստ է նաև սինթետիկ թմրամիջոցներ տեղադրել իր կախվածությունը բավարարելու համար։ Այդ մարդիկ նաև ընդունակ են խաբեության։ Եկեք այս մարդկանց, ովքեր զբաղվում են առաջին կարգով, այսինքն օրգանական մարիխուանայի վաճառքով, հայտնաբերելու դեպքում վերցրեք ապրանքը և ասեք հաջողություն։ Իսկ այն տեղադրողին, ով կտեղադրի սինթետիկ քիմիա, հանրային պարսավանքի և խստագույն պատասխանատվության ենթարկել։ Այդպես մենք նաև աշխատողներին զերծ կպահենք սինթետիկ թմրամիջոցներ տարածելու քայլից։ Մրցակցային դաշտ և ապատեղեկատվություն։ Ներկա պահին գործող մեզ մրցակից լուրջ հարթակներ ես չեմ տեսնում։ Կանաչու շուկայի մեծ մասը վաճառողներից կամ այլ էջերով գալիս են մեզ մոտ, կամ էլ գումար հավաքում դրա համար, քանի որ ներկա պահին Legalize Armenia հարթակի թիմային ուժը թույլ չի տալիս մրցակից ունենալ։ Կանաչու շուկան հրապարակել է գնային փոփոխման պատճառը, որը բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ շատ անգամ գնորդները հարց են տալիս, թե ինչի համար է նույն ապրանքանիշը շուկայում և մնացած բոլոր հարթակներում ավելի թանկ, քան Legalize-ում։ Նրանք պատասխանում են, իբր մերը նույնը չէ և որակապես ուրիշ է։ Բայց երբ անցավ 1 տարի և բոլոր տելեգրամյան հարթակները հասկացան, որ չեն կարող շնչել այրոպորտի գներով և խաբել մեր հայությանը, գները իջան 20-ից 30%-ով։ Հիշեք, ժամանակին 0.5 գրամը կարելի էր գնել $30, իսկ 1 գրամը $55։ 6 տարվա պայքարը մեզ հասցրեց ունենալ այնպիսի գներ Հայաստանում, ինչպիսին Եվրոպայում է։ Այո, մարիխուանան ներկա պահին շատ մատչելի է, ուղղակի չմոռանանք, որ մենք գումար ենք տալիս ոչ միայն ապրանքին, այլև տեղադրողին և փաթեթավորողին։ Իսկ եթե բոլորը լսեն ինձ, հավաքվեն Legalize Armenia-ում և օրինականացման փուլեր սկսենք, էլ ավելի էժան կլինի ու ավելի կայուն թիմ կունենանք։ Հարթակների արգելափակումը և այլընտրանքային կապի ուղիներ։ Եթե նկատել եք, ոստիկանությունը, երբ հասկանում է, որ հարթակը կապ ունի սև բիզնեսի հետ, կարողանում է Telegram-ի թոփերից հանել որոնումների մեջից, որպեսզի գնորդները էլ ավելի դժվար գտնեն մեզ։ Դրա համար բոլորին տեղեկացնում եմ, որ մենք ունենք նաև YouTube-յան և Instagram-յան ալիքներ, որտեղ տեղադրում ենք մեր հարթակի իրական հղումները։ Խնդրում եմ բոլորիդ հետևել մեզ, կորցնելուց հեշտ գտնելու և նոր տեղեկատվություն ստանալու համար։ Մրցակիցներ և մեր առաքելությունը։ Տելեգրամյան հարթակներից բոլոր տեղերում կան մարդիկ, ովքեր աշխատում են իմ համար։ Իրականում ես ուրախ եմ դրա համար։ Այո, ես ուրախ եմ, որ շատանում են հարթակները, կոնկրետ միայն մարիխուանայի վաճառքով զբաղվող։ Ինչու եմ ես ուրախ այս հարցի շուրջ, այլ ոչ թե որպես մրցակից նայելով, քանի որ իմ գործունեությունը այստեղ միայն օրինականացման պահանջն է։ Ես իրոք ուրախ եմ, որովհետև ես հասել եմ իմ նպատակին, որպեսզի բոլորը շատ խոսեն մարիխուանայից և ցանկանան օրինականացում և տարբերեն սինթետիկը օրգանիկից։ Ինչքան շատ հարթակ, այնքան
այնքան մենք կհասնենք մեր ուզածին։ Ես ինքս չեմ տեսնում մրցակիցներ իմ կողքին, քանի որ բոլորի միակ նպատակը այստեղ փող աշխատելն է, իսկ իմը կրթել, զերծ պահել քիմիայից եւ պետության մասին եւս մտածել։ Ահա հենց դրանով ենք մենք տարբերվում բոլոր հարթակներից։ Հենց դրա համար են շատերը մեզ ընտրում։ Ես շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր մեզ հետևում են եւ վստահում, քանի որ մենք կատարում ենք մեր աշխատանքները արդարադատության վրա հիմնվելով։ Գործունեություն եւ անձնական ներդրումներ։ Ես ինքս իմ 6 տարվա եկամտի 4 տարվանը ներդրել եմ երկրիս վրա։ Սկզբում դե պարզ է, ինձ պետք էր գումար այսպիսի նվաճումների հասնելու համար։ Իսկ դրանից հետո, երբ ես ստեղծեցի Legalize Armenia հարթակը, դա սկսեց ծառայել երիտասարդներին տեղեկացնելու քիմիական թմրամիջոցներ չօգտագործելու մասին, խաբեություններից զերծ պահելու եւ հասարակությանը ապացուցելու, որ ամեն ինչ գումարի մեջ չէ։ Մենք ինքներս մեր քայլերով ձեռք ենք բերել բազմաթիվ թշնամիներ, որոնք ուզում են խափանել Legalize Armenia-ի գործունեությունը, որպեսզի իրենց սև գործը անեն սպիտակ քիմիայի շուրջ։ Հիմա բոլորը կասեն, թե Legal Հայաստանը բարի գործեր անելով անում է սև PR իր բիզնեսը զարգացնելու համար, բայց ոչ, իրականում ես կարիք չունեմ այդ ամենը անելու համար, քանի որ 4 տարին արդեն հերիք էր մի հարթակ զարգացնելու համար, որը կունենա ահռելի գնորդների ցանկ, որով առաջացնում ենք շատերի նախանձը։ Պետությունը պետք է ոչ միայն հանցագործի հետևից վազի, այլ պետք է նայի, թե հանցագործը ինչ է անում եւ ինչ է ասում, եթե դա կապված է երկրի անվտանգության համար։ Դուք պատկերացնում եք, եթե ես Legalize Armenia հարթակում 4 տարի առաջ թույլատրեի սինթետիկ թմրամիջոցների վաճառք, ինչ կկատարվեր Հայաստանում, ինչքան մարդ կմահանար, ինչքան մարդ կկորցներ իր ընտանիքները, սիրելիներին, ընկերներին, ինչքան մարդ կդեգրադացվեր եւ պատրաստ չէր լինի պատերազմին, ինչքան մարդ դրա տակ կկատարեր հանցագործություն, որը կկործաներ իր ապագան։ Ես ինքս չեմ թողել այդ ամենը, ես կարող էի դա անել եւ վայելել ոչ թե իմ միլիոնավոր դոլարները, այլ միլիարդավորները, բայց ես ինքս իմ եկամտի մեծ մասը նվիրում եմ իմ ազգին։ Եթե նույնիսկ որևէ մի օր ես բացահայտվեմ, նայեք, թե ես եւ իմ ընտանիքը ինչ գործունեություն ենք ծավալել։ Ես այս ոլորտից ոչ մի լումա չեմ դրել իմ սեփական ծախսերի համար, բացի այն ծախսերից, որոնք կապված են եղել իմ ապահովագրությունն ամրապնդելու համար։ Ես ինքս սև բիզնեսից բացի ղեկավարում եմ բազմաթիվ բիզնես ընկերություններ եւ չունեմ գումարի խնդիր։ Ոստիկանությանը եւ հեղինակություն ունեցող անձանց ուղղված կոչ։ Ցանկանում եմ, որ ոստիկանները մտածեն իմ ասացի շուրջ, սկսեն մարդկանց, ում բռնում են, տարբերել, որն է օրգանիկի, որն է սինթետիկ վաճառող կամ օգտագործող, եւ լրիվ տարբեր մոտեցումներ ցույց տալ։ 1-2 անգամ լսելով իրենց ընկերներից, որ ոստիկանությունում քննիչները, եթե իմանում են սինթետիկի մասին, շատ վատ են վերաբերում, թե օգտագործողին, թե վաճառողին, այդ ամենը լսելով բոլոր տարբերակի մարդիկ, ովքեր կապ ունեն սինթետիկ թմրամիջոցների հետ, կսկսեն զերծ պահել իրենց այդ ամենից, ավելորդ խնդիրներից խուսափելու համար։ Ուզում եմ իմել նաև հեղինակություն ունեցող մարդկանց, այսպես ասած գողերին։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այն դարձել է Սիցիլիա։ Դուք կարող եք ձեր մեկ պրիձելով, որ մարդ չսպանեն, փրկել հայությանը, պրագոն անելով, որ քիմիական թմրամիջոցներ օգտագործելը վայել չէ եւ եկած չէ։
Այդ քայլով կփրկեք հայությանը։ Գոնե դուք պետք է հասկանաք, որ Հայաստանը կործանման եզրին է եւ քիմիայի պատճառով կարող ենք մեր ձեռքից բաց թողնել այն, քանի որ այսօր քիմիան անգամ Հայաստանի դպրոցներում եւ քոլեջներում է։ Պետք է բոլորով մտածենք եւ աշխատենք այս հարցերի շուրջ, որը շատ կարեւոր եւ ցավոտ է դարձել մեր հասարակության համար։ Եվ այսպես այսօր իմ խոսքը կենտրոնացած էր տելեգրամյան հարթակներում ծավալվող իրադարձությունների, թմրամիջոցների շրջանառության մարտահրավերների եւ դրանց դեմ պայքարի անհրաժեշտության վրա։ Մենք քննարկեցինք տեղադրողների տարբերակումը, մրցակցային դաշտում առկա խնդիրները, մեր հարթակի արգելափակման փորձերը եւ օրինականացման կարեւորությունը։ Ես անդրադարձա նաեւ իմ անձնական ներդրումներին եւ հանուն ավելի լավ հասարակության մեր պայքարին։ Այսօր մենք կրկին հաստատում ենք մեր հանձնառությունը պայքարել հանուն առողջ եւ արդար Հայաստանի։ Մեր նպատակը միայն մարիխուանայի օրինականացումը չէ, այլ նաեւ մեր երիտասարդության պաշտպանությունը վնասակար նյութերից եւ հասարակության իրազեկումը։ Մենք հավատում ենք, որ միասին մենք կարող ենք կերտել ավելի լուսավոր ապագա Հայաստանի համար։ Միացեք մեր պայքարին։ Ձեր կարծիքը եւ աջակցությունը մեզ համար անգնահատելի են։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, սեղմեք լայք, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ միացրեք զանգակը։ Իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։ Սիրով Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։